Հրապարակ թերթի տեղեկություններով իշխանությունը բարձրաստիճան գրեթե բոլոր հոգևորականներին է գաղտնար լսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի։ Իսկ թե ինչու հենց Նաթան Սրբազանի զրույցը հանրայնացրեց, պարզվում է դա էլ է մտածված։ Նա Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած եկեղեցու արտգործնախարարը, որը մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում, կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք եթե վեհապառին կալանավորեն։ Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրփուհի Գևորգյանի ձերբակալությունից մոտ 2 օր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաև Կրթության, Գիտության, Մշակույթի, Սպորտի նախարարություն են այցելել։ Նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձուների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է հայտնաբերել ու կա պայմանագիր, որտեղ առկա է Անդրեասյանի ստորագրությունը։ Թերթի տեղեկություններով Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել են նախարարության աշխատակազմին քարտուղարին հասկանալու համար թե ինչ պայմանագրի մասին է խոսքը։ Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից։ Իսկ արդեն 2 օր անց Անդրեասյանի ամենամտերիմ ընկերուհի Սրփուհի Գևորգյանին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն է կիրառվում, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Վարդանիկ օպերացիան հերթական անգամ ի ցույց է դրել ուժայինների, մասնավորապես ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել, տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաներից մի քանի ժամ է պահանջվել մի Վարդան Ղուկասյան ձերբակալելու համար, մինչդեռ ըստ նրա 20-ից 30 պրոֆեսիոնալը կարող էին գործը գլուխ բերել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա նախարարության ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է, եւ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին, գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աջափահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմել է, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աջափահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ եւ քավոր դառնալ եւ պսակ իրականացնել, գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկություն է ստացել, ըստ որի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։ Հանձնաժողովից թերթը տեղեկացել է, որ քաղաքացու դիմումի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։ Այլ մանրամասներ հանձնաժողովը չի տրամադրել, գրում է թերթը։